Մարտի 26-ին հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ, պայմանավորված հորդառատ անձրևներով։ Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ, մասնավորապես կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Մարտի 27-ի ժամը 19-ի դրությամբ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց, մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։ Ժամը 19-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Փրկարար ծառայողների և բարեկների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։ Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն։